Եթե ցանկանում ես ունենալ թեթև և հարմարավետ տուն և կենցաղ, ապա այս ալիքը քեզ համար է։ Այսօր կխոսենք ավելորդազերծումից, ավելորդ իրերից ազատվելուց։ Ես շատ կցանկանամ, եթե գտնվում եք տանը, վերցնեք ձեզ հետ մեկ աղբի տոպրակ և հենց հիմա վեր կենաք և գնաք այն պահարանի մոտ, որը որ կցանկանաք ավելորդազերծել։ Ուրեմն, այսօր մենք կանդրադառնանք այն պատճառներին, ինչու ենք մենք կուտակում այն աղբը, այն ավելորդ ծանրաբեռը, որը որ մեզ իրականում հարկավոր չէ, բայց մենք պահում ենք և մենք էլ չենք հասկանում ինչու է դա կատարվում։ Ուրեմն պատճառները բազմաթիվ են։ Իհարկե, Հայաստանում ապրող բնակիչի համար դա մեր ժառանգությունն է, մեր ծնողներից եկած, որ այն տարիներին քիչ է եղել իրերի քանակը եւ այլն, բայց այժմ շատ մեծ ծավալներով ամեն բան արտադրվում է այն քանակությամբ, եւ որ շատ մատչելի է, հասանելի է եւ այդքանը մարդկությունը ուղղակի չի կարող մաշեցնել ամբողջ կյանքի ընթացքում։ Այդպիսով մենք ստիպված ենք բազմաթիվ իրեր նվիրաբերել կամ թափել աղբը։ Իդեպ դրան դեռ կանդրադառնանք, ի նկատի ունեմ այն, որ եթե դուք խորտակվում եք հենց հիմա, եթե դուք ունեք նորածին երեխա եւ դուք չունեք շնչելու ազատ ժամանակ, դուք պարտավոր չեք տեսակավորել աղբը, դուք պարտավոր չեք նվիրաբերել ամեն բանը տեսակավորել ազատված իրերից, թե որը որտեղ կգնա ու նաեւ կառավարեք այդ ամենը, ոնց ուղարկել այդ բարեգործական կազմակերպությունը։ Ինքս բազմաթիվ տոպրակներ ուղարկել եմ բարեգործակցության, ինքս միշտ տեսակավորում եմ էկո աղբը, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք հենց էկոլոգիայի մաս եք կազմում եւ հոգ տարեք ձեր մասին։ Եվ սիրելիներս, եթե դուք խորտակվում եք, ապա ոչ ոքի չի հետաքրքրի ձեր լողալու տեխնիկան, որ տեխնիկայով եք դուք լողալու եւ դուրս գալու լողափ, որովհետեւ դուք խորտակվում եք եւ դուք պարտավոր չեք այդ ամենը պահել ձեր տներում մեղքի զգացումից, այդ ամենը մտածել ինչը որտեղ տեսակավորել։ Վերցնում եք աղբի տոպրակը, ազատվում եք բոլոր ծակված շորերից, լաքայով շորերից, չեք պահում տան շոր հասկացությունը։ Դուք ձեզ սիրեք ամենաշատը, դուք ավելի կարևոր եք, քան ցանկացած իր, որը գտնվում է ձեր տանը։ Ու նաև հիշեք մի բան, որ հնարավոր չէ մեկ օրում նիհարել։ Ճիշտ է, դուք տարիներով կուտակել եք այդ կիլոգրամները եւ տարիներ, ամիսներ հարկավոր են ազատվելու դրանց համար։ Նույնը այդ ավելորդ իրերն են։ Մենք տարիներով կուտակում ենք եւ դա մեր մեղավորությունը չի, որ թափթփված է լինում, այլ հենց այդ ավելորդ իրերի պատճառով է, որ մեր տունը հավաքվում է եւ մեկ ժամից կրկին թափված վիճակ է կատարվում։ Ես ձեզ վստահեցնում եմ, երբ մենք այս ալիքում միասին կավելորդազերծենք մեր բոլորիս տները, դուք կունենաք շատ ավելի թեթև կենցաղ։ Ցանկացած սենյակ այնպես է կազմակերպված լինելու կոնտեյներների շնորհիվ եւ այլն, բայց առաջնահերթ հենց ավելորդ իրերից ազատվելու շնորհիվ, որ ցանկացած թափթփված վիճակ դուք կարողանալու եք հավաքել առնվազն 5 րոպեում։ Իմ տունը այնպես է դասավորված, որ մաքսիմում 5 րոպեում կարող եմ հավաքել ցանկացած սենյակ, այդ թվում հյուրասենյակը, որտեղ որ զոնավորված են իմ երեխաների խաղալիքները։ Իդեպ ես ունեմ 3 երեխա եւ հենց երրորդով հղի ժամանակ սկսել եմ ուսումնասիրել ինչպես կազմակերպել տունը եւ դարձել եմ տան եւ տարածքի օպտիմալացման մասնագետ։ Էնպես որ սիրելիներս, սկսում ենք փոքր քայլերից։ Հենց հիմա վերցնում եք աղբի տոպրակը եւ անխնա շատ մարտական տրամադրվածությամբ դեն եք նետում այն ամենը, ինչը որ դուք երբ վերցնում եք, դուք գիտեք այս իրը ձեզ պետք է թե ոչ։ Թույլ տվեք ձեզ, ես ձեզ թույլ եմ տալիս, թույլ տվեք եւ բաց թողեք այդ բոլոր ավելորդ իրերը։ Մարդ չի կարող չիմանալ արդյոք դա իրան պետք է թե ոչ, եթե պետք է պահեք, եթե պետք չի դեն նետեք։ Եվ հիշեք, որ միանգամից չենք անում եւ չենք սորտավորում։ Երբ մենք ազատում ենք, այդ ժամանակ մենք միայն ազատում ենք, այնպես որ դուք պետք է պլանավորեք եւ ձեր օրվա պլանի մեջ ավելացնեք այդ գործողությունը օրական 10 րոպե, ընդամենը 10 րոպե եւ դուք ամիսներ անց կունենաք անճանաչելի տուն։ Նաեւ խորհուրդ եմ տալիս անել ֆոտոներ, բացել պահարանները, բացել այդ լիքը դարակները, այն որ մի բան գցում ես, հետո փակում ես, որ հանկարծ չթափվի։ Ունեք չէ՞ տենց դարակներ, հենց այդ դարակից էլ սկսեք։ Դա նշանակում է, որ մեր տունը ունի սահմանափակ քանակությամբ
ուրեմն պահոցներ, ճիշտ է, մենք չենք կարող պահել այն բոլոր նվերները, որոնք մենք ստանում ենք, հատկապես օրինակ, եթե դա վերաբերում է խաղալիքներին, հա, մենք չենք կարող այդ բոլոր խանութները պահեստավորել մեր տանը եւ համարել, որ այս ամենով մեր երեխան խաղում է եւ այլն, դա քաոսի պատճառ է ընդամենը, այնպես որ դուք գիտեք ինչ կլինի, ինչ պետք է ձեզ, ինչ պետք չի ձեզ եւ դուք եք ձեր տան տերը, դուք պետք է որոշեք ինչը կարող է մնալ, ինչը ոչ, իսկ այն ամենը ինչը որ ձեզ բացասական է հաղորդում, այն ամենը ինչը որ ձեզ նայում են այդ իրերը եւ ասում են ինձ վերցրու, ինձ լվա, ինձ տեղափոխի, ինձ ինչ որ մի բան արա, այսինքն այդ ամեն իրը ավելորդ բեռ է ձեզ համար, ավելորդ գործողություն է եւ ավելորդ աշխատանք է պահանջում ձեզ համար, եթե դուք օր ու գիշեր ամբողջ օրը հավաքում եք տունը թափվում է եւ այլն, ուրեմն ես ձեզ տալիս եմ բանալին, միակ պատճառը եւ միակ ելքը դա այդ ավելորդ իրերն են եւ իրենցից ազատվելն է, այնպես որ սիրելիներս, սիրով կսպասեմ ձեզ իմ ալիքում, միացեք բաժանորդագրվեք եւ հաջորդիվ կխոսենք շատ ավելի մանրամասն այս ամենի կարգավորումից։